Ողջույն սիրելի հետևորդներ, ԱՄՆ գլխավոր լուրերի այս թողարկմանը դիտեք Թրամփ-Պուտին պատմական զրույց Ուկրաինայում խաղաղության սկիզբ, թե նոր պահանջներ, ինչ են քննարկել երկարատև հեռախոսազրույցում եւ ինչ պայմաններ է առաջ քաշում Մոսկվան ու ինչպես է արձագանքում Կիևը։ Անկախության հռչակագիրը Սպիտակ տանը Թրամփի խորհրդանշական քայլը, ինչու են նա դա արել հենց հիմա եւ ինչ նոր մանրամասներ են հայտնի դարձել Սպիտակ տան ձևավորման մասին։ 286 օր տիեզերքում ՆԱՍԱ-ի աստղագետներն ի վերջո վերադարձել են, ինչու էր նրանց առաքելությունը նախատեսված ընդամենը մեկ շաբաթով, բայց երկարեց տասնյակ միլիոնավոր կիլոմետրերով։ Թրամփի կառավարման ռեֆորմը խախտում է սահմանադրությունը, Դաշնային դատավորը որոշել է, որ Իլոն Մասկի նախաձեռնած կառավարական կրճատումները կարող են խախտել սահմանադրությունը, ինչպես է այս որոշումը ազդելու USAID-ի վրա։ Թրամփը գաղտնազերծում է Ջոն Քենեդու սպանության նոր փաստաթղթեր, 31,000 էջանոց արխիվային նյութերը կարող են վերջապես բացահայտել 1963-ի սպանության առեղծվածը։ Հայաստանի բարեկամը, թե սկանդալային գործիչ, Նադին Մենենդեսի դատավարության սկիզբը, նախկին սենատոր Բոբ Մենենդեզի կինը կկանգնի դատարանի առջև, Հայամետ Մենենդեզն արդեն ստացել է 11 տարվա ազատազրկման որոշում։ Հարվարդի համալսարանը հայտարարում է աննախադեպ փոփոխությունների մասին, որ ընտանիքներին է հասանելի լինելու անվճար կրթությունը եւ ինչպես են այլ համալսարանները արձագանքում։ Թրամփն ու Գերագույն դատարանը նոր ճգնաժամի շեմին։ Գերագույն դատարանի նախագահ Ջոն Ռոբերտսը հակադարձում է Թրամփի կոչին դատավորներին պաշտոնանկ անելու վերաբերյալ։ Արդյոք Միացյալ Նահանգներում դատական անկախությունը վտանգի տակ է։ Այս եւ այլ թեմաների մանրամասները հաջորդիվ, թեև մինչև դրանց անցնելը ցանկալի է հավանել նյութն ու անպայման բաժանորդագրվել ալիքին։ Եվ այսպես, Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը եւ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը երկարատև հեռախոսազրույց են ունեցել։ Երկու երկրների ղեկավարները համաձայնեցրել են անհապաղ դադարեցնել հարվածները էներգետիկ եւ ենթակառուցվածքային օբյեկտներին, սակայն Պուտինը չի աջակցել ԱՄՆ-ի կողմից առաջարկված 30-օրյա ընդհանուր հրադադարին, որը կարող էր հանգեցնել ավելի լայնածավալ խաղաղության բանակցությունների։ Սպիտակ տանն այս զարգացումը անվանում են առաջին քայլ դեպի խաղաղություն, ընդգծելով, որ այն կարող է ներառել նաեւ Սև ծովում հրադադար եւ ի վերջո մարտական գործողությունների լիակատար դադարեցում։ Չնայած Թրամփի ջանքերին Պուտինը չի փոխել իր նախորդ պայմանները, որոնք Ուկրաինան կտրականապես մերժում է։ Ռուսաստանը պահանջում է, որ Ուկրաինան հրաժարվի ՆԱՏՕ-ի միանալու որևէ հեռանկարից, կրճատի իր բանակի ծավալը եւ երաշխավորի ռուսական լեզվի ու մշակույթի պաշտպանությունը Մոսկվայի ազդեցության ոլորտում մնալու համար։ Հեռախոսազրույցից կարճ ժամանակ անց Կիևում միացվել են օդային տագնապի ազդանշաններից, դրանից հետո սկսել են պայթյունները։ Կրեմլը նաև հայտնել է, որ Պուտինն ու Թրամփը համաձայնեցրել են, որ չորեքշաբթի օրը Ուկրաինայի հետ կփոխանակեն 175 ռազմագերի յուրաքանչյուր կողմից, իսկ Ռուսաստանը Ուկրաինային կհանձնի նաև 23 ծանր վիրավոր զինվորի, որպես բարի կամքի դրսևորում։ Կրեմլի աղբյուրների համաձայն Միացյալ Նահանգների եւ Ռուսաստանի պաշտոնյաները քննարկել են Ուկրաինայի ամենամեծ էներգետիկ օբյեկտի Զապորոժիեի ատոմակայանի ճակատագիրը։ Նախագահ Դոնալդ Թրամփը Սպիտակ տան օվալաձև աշխատասենյակում է փակցրել անկախության հռչակագրի պատճենը։ Նախագահի X հարթակում հրապարակվել է երկու լուսանկար, որոնցում պատմական փաստաթղթի շրջանակված պատճենը կախված է նախագահական սեղանից ոչ հեռու։ Անկախության հռչակագրի բնօրինակը, որն այժմ շատ թափանցիկ է դարձել, պահվում է Ազգային արխիվի շենքում։ Սպիտակ տան պատին տեղադրված տարբերակում ըստ հրապարակված լուսանկարների բառերը հստակ եւ ընթեռնելի են։ Այս փաստաթուղթը նոր իրերի թվում է, որոնք Թրամփը ավելացրել է օվալաձև աշխատասենյակում։ The Wall Street Journal-ի տվյալներով նա բերել է նաև Էնդրյու Ջեքսոնի նկարը, փակցրել է Ջորջ Վաշինգտոնի դիրմանկարը Բուխարու վերևում, տեղադրել է Ուինստոն Չերչիլի կիսանդրին, ինչպես նաև իր անհատական հատուկ կոճակը, որը սեղմելով կարող է պատվիրել Diet Coke։ Տիեզերական արկածներն ավարտված են, ՆԱՍԱ-ի երկու աստղագնացները վերադարձել են երկիր, ավելի քան 9 ամիս տիեզերքում բանտարկված լինելով Բուչ Վիլմորը եւ Սանի Ուիլյամսը վերադարձել են երկիր։ SpaceX-ի տիեզերանավը ապահով իջել է Ֆլորիդայի հյուսիսային ափերի մոտ ջրերում։ Այս երկարատև առաքելությունը սկսվել էր 2024 թվականի հունիսի 5-ին։ Ծրագրված էր, որ նրանք պետք է միայն մեկ շաբաթով մեկնեին, սակայն տիեզերanaվում անսպասելի խնդիրներ էին առաջացել, ինչի հետևանքով ՆԱՍԱ-ն որոշել էր դատարկ վերադարձնել Starliner-ը։ Վիլմորը եւ Ուիլյամսը ստիպված էին սպասել փոխարինող SpaceX Crew Dragon տիեզերանավին, սակայն դրան նույնպես անհրաժեշտ եղավ լրացուցիչ ստուգումներ անցնել։ Դա այլ ավելի երկարացրեց նրանց առաքելությունը, տևելով 286 օր։ Այդ ընթացքում տիեզերագնացները կատարել են երկրի շուրջ 4576 պտույտ, անցնելով 195 միլիոն կիլոմետր ճանապարհ։ Վերադարձի ուշացումը քաղաքական տարաձայնություններ էր առաջացրել։ Դոնալդ Թրամփի վարչակազմը մեղադրել է Բայդենի կառավարությանը, եւ Թրամփը խնդրել է Իլոն Մասկին արագացնել նրանց վերադարձը։
Միացյալ Նահանգների միջազգային զարգացման գործակալության USAID ապամոնտաժումը, որը նախաձեռնվել էր միլիարդատեր Իլոն Մասկի կառավարման արդյունավետության դեպարտամենտի կողմից, հավանաբար խախտում է սահմանադրությունը։ Այս որոշումն ընդունել է Դաշնային դատավորը։ Նա անորոշ ժամանակով արգելափակել է Դոջի կողմից գործակալության հետագա կրճատումները եւ պարտադրել Թրամփի վարչակազմին վերականգնել USAID-ի բոլոր աշխատակիցների էլեկտրոնային փոստի եւ համակարգչային հասանելիությունը, ներառյալ նրանց, ովքեր ուղարկվել են վարչական Սակայն դատանի որոշումը չի վերաբերում արդեն աշխատանքից ազատվածներին եւ գործակալության լիակատար վերականգնմանը։ USAID-ի աշխատակիցների եւ կապալառուների կողմից ներկայացված հայցում պնդվում էր, որ Մասկն ու Դոջը իշխանություն են կիրառում, որը սահմանադրությունը վերապահում է միայն ընտրված պաշտոնյաներին կամ Սենատի կողմից հաստատված անձանց։ Նրանց փաստաբաններն ասել են, որ այս որոշումը կասեցնում կամ վերացնում է գործակալության ապամոնտաժմանն ուղղված գործողությունների մեծ մասը։ Սպիտակ տունը եւ Դոջը դեռևս չեն արձագանքել դատարանի որոշմանը։ Նախագահ Դոնալդ Թրամփը դեռևս երեկ էր հայտարարել, որ 1963 թվականին սպանված նախագահ Ջոն Քենեդու հետ կապված փաստաթղթերը ամբողջությամբ կհանվեն գաղտնազերծման առանց խմբագրման։ Վարչակազմը կթողարկի 80,000 փաստաթուղթ, սակայն պարզ չէ, թե դրանցից քանիսն են նոր, քանի որ արդեն միլիոնավոր էջեր նախկինում հրապարակվել են։ Մասնագետները, ովքեր ուսումնասիրել են մինչև այժմ հրապարակված նյութերը, նշում են, որ նոր փաստաթղթերից շոկային բացահայտումներ դժվար թե լինեն։ Սակայն Քենեդու սպանության մանրամասների նկատմամբ հանրային հետաքրքրությունը մնում է բարձր։ Ազգային արխիվների եւ գրառումների վարչությունն իր կայքում հրապարակել է ավելի քան 1100 ֆայլ, որոնք պարունակում են 31,000 էջից ավելի նյութեր։ Այս փաստաթղթերը լրացնում են ավելի քան 6 միլիոն էջանոց փաստաթղթերին, որոնց մեծ մասը արդեն հասանելի է հանրությանը։ Նախագահական ընտրություններին ընդառաջ Քենեդին ժամանել էր Տեխաս իր քաղաքական դիրքերը ամրապնդելու նպատակով։ Սակայն երբ նախագահական ավտոշարասյունը անցնում էր քաղաքի կենտրոնով, կրակոցներ են հնչել դպրոցական գրքերի պահեստի շենքից։ Ոստիկանությունը ձերբակալել էր 24-ամյա Լի Հարվի Օսվալդին, որը տեղակայվել էր շենքի 6-րդ հարկում։ 2 օր անց, երբ Օսվալդին տեղափոխում էին բանտ, նրան սպանել է գիշերային ակումբի սեփականատեր Ջեք Ռուբին։ 1990-ականներին Միացյալ Նահանգների կառավարությունը կարգադրել էր, որ Քենեդու սպանության հետ կապված բոլոր փաստաթղթերը պետք է տեղադրվեն ազգային արխիվում։ Պատվիրվել էր, որ դրանք պետք է հասանելի դառնան 2017 թվականին, եթե նախագահը բացառություն չանի։ Սկսվել է Նադիմ Մենենդեզի կաշառքի գործով դատավարության համար ատենակալների ընտրությունը։ Նրա ամուսինը, նախկին սենատոր Բոբ Մենենդեզը, այս տարվա սկզբին դատապարտվել է 11 տարվա ազատազրկման, 100,000-ավոր դոլարների արժողությամբ ոսկի կանխիկ գումար որպես կաշառք ստանալու համար։ 58-ամյա Նադին Մենենդեզը, որը նախկինում հետաձգել էր դատավարությունը կրծքագեղձի քաղցկեղի ախտորոշման եւ վիրահատության պատճառով, հայտարարում է, որ անմեղ է։ Նրան մեղադրում են նույն կաշառակերության սխեմայի մասնակցելու մեջ, որի պատճառով էլ նրա ամուսինը դատապարտվել է։ Նախկին սենատոր Մենենդեզը հայտնի է որպես Հայաստանի եւ հայ ժողովրդի մեծ աջակիցներից մեկը։ Նրա գործունեությունը հատկապես նկատելի էր Հայոց ցեղասպանության ճանաչման, ԱՄՆ-Հայաստան հարաբերությունների ամրապնդման եւ Արցախի հարցում։ Նաև Մենենդեզի ջանքերի շնորհիվ է Հայոց ցեղասպանությունը պաշտոնապես ճանաչվել ԱՄՆ-ի կողմից։ Չնայած Մենենդեզի շուրջ առաջացած սկանդալներին, նա մնում է հայերի կողմից գնահատված գործիչ, որը տարիներ շարունակ ԱՄՆ սենատում պայքարել է Հայաստանի եւ Արցախի շահերի պաշտպանության համար։ Երազում եք սովորել Հարվարդի համալսարանում, ապա այս նյութը ձեզ համար է։ Հարվարդի համալսարանը հայտարարել է, որ 2025-26 ուսումնական տարում նոր ծրագիր է գործարկվում, ըստ որի մինչև $200,000 տարեկան եկամուտ ունեցող ընտանիքների ուսանողները չեն վճարի ուսման վարձ։ Ծրագրի նպատակն է թեթևացնել ֆինանսական բեռը եւ ուսումը դարձնել ավելի մատչելի, հատկապես միջին խավի ուսանողների համար։ Համալսարանը նաեւ հայտնել է, որ մինչև $100,000 տարեկան եկամուտ ունեցող ընտանիքների ուսանողները ոչ միայն չեն վճարի ուսման վարձ, այլև կապահովեն լրացուցիչ ֆինանսական աջակցությամբ, ներառյալ սննդի, բնակության եւ այլ ծախսերը։ Այս փոփոխության արդյունքում համալսարանը գնահատում է, որ Միացյալ Նահանգների գրեթե 90% ընտանիքները, որոնց երեխաները կընդունվեն Հարվարդ, կկարողանան օգտվել ֆինանսական աջակցության որևէ ձևից։ Հարվարդի համալսարանի նախագահ Ալան Գարբերը հայտարարության մեջ նշել է. Հարվարդի կրթությունը ավելի մատչելի դարձնելը հնարավորություն կտա տարբեր ծագման, փորձառության եւ աշխարհայացքի ուսանողներին հանդիպել եւ սովորել միմյանցից, նպաստելով նրանց մտավոր եւ անձնական աճին։ Երբ մենք համախմբում ենք տաղանդավոր մարդկանց, համալսարանը լիովին իրագործում է իր հսկայական ներուժը։
Վերջին տարիներին այլ հեղինակավոր համալսարաններ նույնպես ձեռնարկել են ֆինանսական աջակցության ընդլայնման ծրագրեր, ուսման բարձր արժեքը մեղմելու համար։ Այս պահին Հարվարդի համալսարանի ուսման վարձը տարեկան կազմում է մոտ $56,500։ Եթե ներառենք սննդի, բնակության եւ այլ ծախսերը, ապա այն կհասնի մոտավորապես $83,000։ Կրթությունը դառնում է ավելի հասանելի, եւ սա կարող է նշանակալից ազդեցություն ունենալ ապագա սերունդների համար։ ԱՄՆ-գերագույն դատարանի նախագահ Ջոն Ռոբերտսը կտրականապես մերժել է դատավորներին պաշտոնանկ անելու կոչերը, որոնք հնչեցրել են նախագահ Դոնալդ Թրամփը քննադատելով ներգաղթյալների արտաքսման դեմ որոշում կայացրած դաշնային դատավորին։ Այս արտառոց հակամարտությունը գործադիր եւ դատական իշխանությունների միջև ընդգծում է, թե որքան են սրվել լարվածությունները վերջին շաբաթների ընթացքում, կապված Վենեսուելայից ժամանած ներգաղթյալների արտաքսման ծրագրերի եւ Թրամփի վարչակազմի կողմից կիրառված 1798 թվականի օտար թշնամիների մասին օրենքի օգտագործման հետ։ Ավելի քան 2 դար է, ինչ սահմանված է, որ դատական որոշման հետ անհամաձայնությունը դատավորին պաշտոնանկ անելու պատրվակ չէ, հայտարարել է Ռոբերտսը։ Դրա համար գոյություն ունի բողոքարկման սովորական ընթացակարգ, հավելել է նա։ Ռոբերտսի այս հայտարարությունը հնչել է ընդամենը մի քանի ժամ անց, երբ Թրամփը True Social հարթակում գրել էր, որ դաշնային դատավոր Ջեյմս Բոասբերգը չընտրված խանգարող եւ սադրիչ է։ Նա ոչինչ չի շահել, ես հաղթել եմ եւ դա բազմաթիվ պատճառներ ուներ, բայց ամենակարևորը ես հաղթել եմ, քանի որ պայքարում էի ապօրինի ներգաղթի դեմ, սա պատմական հաղթանակ է, գրել է Թրամփը։ Գերագույն դատարանի նախագահ Ռոբերտսը նախկինում նույնպես պաշտպանել է դատական անկախությունը Թրամփի հարձակումներից։ Այս զարգացումների ֆոնին ԱՄՆ արտահայտության նախարարությունը դիմել է դատարան պահանջելով Բոասբերգին հեռացնել գործից։ Հանրապետականների վերահսկած կոնգրեսի ներկայացուցիչների պալատը օրենսդրորեն կարող է դատավորներին անվստահություն հայտնել պարզ մեծամասնության քվեարկությամբ, սակայն նրանց հեռացումը պահանջում է Սենատի 2/3 աջակցությունը, ինչը չափազանց հազվադեպ է տեղի ունենում։ ԱՄՆ-ի պատմության ընթացքում ընդամենը 15 դատավոր է ենթարկվել իմպիչմենտի եւ դրանցից միայն 8-ն են հեռացվել պաշտոնից։ Այսօրվա լուրերից առանձնացրել էինք այսքանը։ Ես Հարություն Մինասյանն եմ, շնորհակալ եմ ուշադրության համար, առողջ եղեք։